Նիկոլ Փաշինյանը ասում է, ինձ գժի դեղ եմ դրել, որ չբանակցեմ։ Իր ասածն է, ես չեմ հորինում։ Ինքը ձախողել է բանակցային process-ը։ Ընդհանրապես ձախողել է։ Ձախողելով բանակցային process-ը ինքը լեգիտիմացրել է Ալիևի համար հարձակվելու անգամանք։ Սա մեկ, երկրորդ։ Միակ Հայաստան Հանրապետության ղեկավարն է, որը տարածքային պրետենզիաներ է ներկայացրել Ադրբեջանին։ Ասել է Արցախ Հայաստանը եւ վերջ։ Ոչ մի Հայաստանի ղեկավար։ Դուք եք ժամանակին այդպես ասում։ Երբեք։ Տեսաձայնագրությունը կա։ Չէ, դու կարող ես երբեք նման կարգի հայտարարություններ չեմ արել։ Մենք բանակցում էինք մի տարբերակ, որը ենթադրում էր ինքնորոշման ճանաչում։ Ինքնորոշվել է Արցախի ժողովուրդը։ Մենք տարածքային պահանջ հակառակը, ես Եվրոխորհրդում եմ ասել, որ մենք ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Պասեյում, ես եմ ասել, իմ ելույթի ժամանակ։ Հանած Ղարաբաղը։ Ասել եմ հետևյալը, բայց տարածքային ամբողջականությունը Ադրբեջանի կապ չունի Ղարաբաղի հետ, որովհետև Ղարաբաղը այն ժամանակ ինքնորոշվել է։ Բայց տարածքային ամբողջականությունը դա մի սկզբունք է, որը պետք է եւ իրենց եւ մեզ Հայաստանն էլ տարածք ունի եւ Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւս կարեւոր է։ Ինձ վրա շար մի արեք։ Հիմա ինչ վիճակ է ստեղծվել։ Մի կողմից ներքաղաքական լարվածություն, սև ու սպիտակներ, դա այսպես 18 թվականի հեղափոխական հիմնական լեյտմոտիվներ, մյուս կողմից բանակցային գործընթացի ձախողում, ինքը չէր թաքցնում, որ ձախողել է այդ բանակցային գործընթացը, մյուս կողմից հարաբերությունների վատթարացում քո ռազմավարական դաշնակցի հետ, եւ մյուս կողմից դու Հայաստանին ասում ես Արցախը Հայաստանը եւ վերջ, ուրեմն հույս մի պահիր, որ որևէ կերպ բանակցային ճանապարհով դու կարող ես ինչ որ բան ստանալ։ Այդպիսի բան ոչ ոք չի արել։ Ոչ երրորդ նախագահան, ոչ ես, ոչ առաջին նախագահը։ Եվ սա կազուս բելի է։ Շատ լավ։ Հիմա ինչ եղավ դրանից հետո Ալիևի հայացքով է թե նայես այս խնդրին։ Ասում ես մարդիկ ներսում բաժանված հասարակություն դաշնակցի հետ հարաբերությունները փչացրել են, Մինսկի խումբը տարակուսանքի մեջ է, չեն իմանում 25-26 տարվա, իսկական ժամանակն է փորձել հարձակվել եւ լուծել հարցը ուժով։ Ինքը ստեղծել այդ պայման, միգուցե չգիտակցելով